Եթե 25 թվականի համար 26 թվականին, ապա եթե լուծումը ավտոմատացման մինչև հիմա չենք տվել, բան ենք առաջացնելու, ցայտնոտ ենք առաջացնելու։ Ես չեմ կարծում, որ դու Այդպիսի խնդիր չկա, պարոն Գիգյան, որովհետև ուզում եմ հիշեցնել, որ մենք 2 տարի անցումային շրջան սահմանեցինք նոյեմբերի 1-ը միջև վերջնաժամկետ սահմանելով հենց այդ նպատակով։ Այսինքն մենք մինչև նոյեմբերի 1-ը թոշակառուների վաստակի ավտոմատացում, այսինքն կօգտվենք մեր աղբյուրներից։ Այո, իրենք կարող են հանգիստ նույնիսկ սպասել այդ լուծումները կլինի, դա կնախալրացվի, հետո կմտնեն կտեսնեն այդ ամբողջը ավտոմատ լրացված։ Այդ լուծումները, պարոն Հակոբյան, պարտադիր պետք է լինի։ Որովհետև եթե մինչև նոյեմբերի 1-ը դա չունենանք եւ մեր հարգարժան թոշակառուներին ասենք մտեք լրացրեք հայտարարագրեր, դա կլինի նախ իրացիոնալ եւ երկրորդը կլինի մեծ անհարմարություն։ Եվ մենք պիտի նման բան իմ կարծիքով թույլ չտանք։